Երբևէ մտածել էիք, որ մահից հետո մարդը գիտակցությունն անմիջապես չի կորցնում։ ԱՄՆ-ի Արիզոնայի պետական համալսարանի գիտնականները պարզել են, որ մահը ակնթարթային իրադարձություն չէ։ Մարդը կարող է գիտակցությունը պահպանել մահից հետո մի քանի ժամ։ Նոր ապացույցները ցույց են տալիս, որ կենսաբանական եւ նյարդային գործառույթները հանկարծակի չեն դադարում։ Դրանք տևում են րոպեներից մինչև ժամեր, ինչը ենթադրում է, որ մահը տեղի է ունենում որպես գործընթաց, այլ ոչ թե ակնթարթային իրադարձություն։ Նշել է ուսումնասիրության համահեղինակ Աննա Ֆաուլերը։ Նրա խոսքով գիտակցությունը կարող է մնալ մինչև մի քանի ժամ, մարդու մահացած ճանաչվելուց հետո։ Սա հաստատվում է այն փաստով, որ ուղեղի կանգի շրջան ապրած մարդկանց 1/5-ը օրինակ կլինիկական մահվան ժամանակ կարողացել է հիշել, թե ինչ է կատարվում իր շուրջը։ Սրտի կանգի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մահ վերապրածների մինչև 20%-ը հիշում է ինչ է կատարվել շուրջը այդ ընթացքում, իսկ որոշները հայտնում են անգամ իրենց ընկալումների մասին, հավելել է Ֆաուլերը։ Նյու Յորքի Լանգոնի անվան բժշկական կենտրոնի վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի հետազոտությունների տնօրեն Պարնին եւս համաձայն է հետազոտությունների այս արդյունքների հետ։ Մենք կարծում էինք, թե թթվածնի պակասի պատճառով ուղեղի բջիջների մահանալուց առաջ 5 կամ 10 րոպե ժամանակ ունենք, բայց հիմա արդեն գիտենք, որ դա այդպես չէ։ Մահից հետո ուղեղը եւ այլ օրգանները անդառնալիորեն վնասվելու համար ժամեր, եթե ոչ օրեր են անհրաժեշտ, ընդգծել է Պարնին, հավելելով, որ 2023 թվականին վերակենդանացում ամսագրում հրապարակված ուսումնասիրությունն արդեն իսկ ցույց է տվել, որ մահից հետո գիտակցությունը մնում է ակտիվ 30-ից 60 րոպե։